Կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք ավտոբուսներում չեն վճարի ուղևորձը։ Քաղաքապետարանը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթ։ Ըստ դրա տուգանքը կազմելու է ոչ թե մինչ օրս օրենքով նախատեսված ուղևորձի կրկնապատիկը 300 դրամ, այլ 15-ից 18,000 դրամ։ Քաղաքապետարանը փոփոխություններ է նախատեսում ավտոմոբիլային տրանսպորտի մասին, տեղական տուրքերի և վճարների մասին օրենքներում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի օրենսգրքում։ Տուգանքի մասով այո, նման նախաձեռնություն կա, տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա, մի քանի մեխանիզմ է լինելու և գումարային տուգանքի, այսպես ասած, այդ չափն էլ որոշակի տարբերություն իր մեջ ունենալու։ Քաղաքապետարանի օրենքների նախագծով ուղևորները պարտավոր են վճարել տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, ոչ ուշ, քան 1 րոպեում։ Արդյոք հնարավոր է Երևանի խցկված ավտոբուսներում 1 րոպեում հասնել վճարման սարքերին։ Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է, որպեսզի մարդիկ խցանված չգնան, նոր տրոլեյբուսներ կբերեն այս տարի։ Այն որ խնդիր ունենք, այո, դրանից այն որ ասում չեն կարող խուսափել, էլի, դրա համար է, որ այս տարի տենց նախատեսում ենք, որ եւս 45 տրոլեյբուս բերենք։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը զգուշացնում է, եթե մարդիկ շարունակեն տրանսպորտային բոյկոտը, քաղաքային բյուջե բավարար գումար չի մտնի եւ խոստացված տրոլեյբուսներն ու ավտոբուսները չեն կարողանա Հայաստան բերել։ Մենք չենք ասում, որ օրինակի համար մեզ մոտ իդեալական է, ժողովուրդ ջան, դրա համար է արդեն պետքա ձեզ տուգանենք։ Մենք ասում ենք հետեւյալը, որ կա բոյկոտային տրամադրություններից ստեղծված մի իրավիճակ, առավոտից երեկո թմկահարում են, որ բոյկոտը իր արդյունքները ցույց է տվել, մի դեպքում 60%-ը չի վճարում, մի դեպքում 50%-ը։ Այդ գումարները, եթե օրինակի համար Երևանի քաղաքապետարանի բյուջե չմուտքագրվեն, մենք որոշակի ժամանակահատված հետո ունենալու ենք խնդիրներ։ Տուգանքներից մարդիկ չեն վախենում։ Հիշեցնում են, մարդիկ տուգանքի մատերիալ չեն։ Կարծում եք 150 չվճարողը 15,000 մուծելու է։ Չեմ կարծում։ Դա արդեն ահագին մեծ բողոքի ալիք կբարձրանա։ Ամեն ինչը 100-200%-ով թանկացել է։ Ինձ անվճար հասնում է, բայց ես չեմ վերցրել այդ փաթեթը, որովհետև ես դեմ եմ թանկացմանը ու բոլոր այս թանկացումներին, որտեղ անօրինական են։ Քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ը վաճառվել է 210,000 փաթեթ, հավաքագրվել է 205 միլիարդ դրամ։ Զարուհի Սահակյան, Լաննա Համբարձումյան, Միլենա Պողոսյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։